ուղղակի կհրավիրեի մեր քաղաքացիներին։ Նայեք, բացեք քարտեզը, նայեք եւ հաշվեք, քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա, Սոչիով եւ Կրասնոդարով, քանի կիլոմետր է Երևանից Մոսկվա, Բաքու, Դերբենդ եւ այլ։ Մոտ 650-700 կիլոմետրով ավելի մոտ է այս ուղղությունը։ Ավելին, այս ուղղությունը կարող է նաեւ մարդատար գնացք կերարվի։ Ավակ սերունդը երևի հիշում է, որ Մոսկվայի են գնացքով, Սևծովի ափով։ Լրիվ իրատեսական ծրագիր է, ուղղակի զբաղվել է դրանով, զբաղվել ոչ թե դեմագոգիայով զբաղվել։ Կամ փակուղի ստեղծել եւ ասենց օթից բերած ինչ-որ ծրագրերի շուրջ քարոզչական շոուներ սարքել։ Եթե դու շարժվում ես Հայաստանի Հանրապետության շահերով, ուրեմն պետք է բոլոր հնարավորությունները փնտրես, որ մեկ կողմից այդպիսի կախվածություն չունեն։ Այսօր իրենց համոզել են, որ կախվածություն ունեն Ադրբեջանից, իրականում չկա այդ կախվածությունը։ Մեր ժողովրդին փորձում են համոզել, որ Հայաստանի զարգացումը միայն սրա մեջ է, եւ սա դարձնում է քարոզչական նյութ։ Իրականում ես նկարագրեցի այլ ընտրանքային ինչ հնարավորություններ կա։ Եվ դա չի նշանակում, որ Ադրբեջանի հետ պետք չի հարաբերությունները կառուցել, այո, պետք է կառուցել։ Բայց երբ դու ունես նաև այլ տարբերակներ, դու կախյալի վիճակով չես բանակցում Ադրբեջանի հետ։ Լրիվ այլ պատկեր ես ստանում։ Եվ հետագա երկաթուղիները, այսպես ասենք, կախված չեն լինելու կաշխատի թե չաշխատի մեկ մարդի քմայճուկից։ Ավելի էժան տարիֆ կառաջարկեն Ադրբեջանով տանեն, բայց չի կարող ավելի էժան տարիֆ լինել ավելի երկար ճանապարհի համար։